Կտրիչ Ներսիսյանը մետաստազ է հայ առաքելական Սուրբ եկեղեցում, Կտրիչ Ներսիսյանը պղծության սիմվոլ է հայ առաքելական Սուրբ եկեղեցում եւ նա պետքա հեռացվի բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով ու ճանապարհներով։ Կտրիչ Ներսիսյանն ունի հաշված ժամեր, որոշումը կամովին, կամավոր կայացնելու։ Հակառակ պարագայում ինքը ստիպված է լինելու։ Իսկ ինչու, ինչպես է լինելու այդ, ինչպես են ստիպելու, այսպես ասեմ։ Հնարավոր բոլոր մեթոդներն ու գործիքակազմը կիրառելով, որովհետև մեր սրբության սրբոցը պղծության մեջ մեղադրվող մարդկանց ձեռքում է այս պահին։ Ու այդ մարդիկ կամայական որոշումներ են կայացնում այլ հոգևորականների նկատմամբ։ Օրինակ հոգևորական, որը հանդիպում է հանրապետության վարչապետի հետ, հայտնվում է Կտրիչ Ներսիսյանի եւ նրա թայֆայի ուղիղ նշանառության տակ ու սկսվում է գործընթաց նրանց փիլոնազրկելու կամ չգիտեմ կարգալույծ անելու։ Սա նորմալ չի։ Իսկ կաթողիկոսը իրականություն կարգալույծ եղած հոգևորականը Կտրիչ Ներսիսյանը քաղաքացի նույն ինքը իրավունք չունի որևէ մեկին կարգալույծ անելու, ինքը վաղուց կարգալույծ եղած է։ Այն պահին, երբ որ խախտեց կուսակրոնության ուխտը, զավթեց Գրիգոր Լուսավորչի գահը, ինքը այդ պահից սկսած կարգալույծ եղած է եւ իրավունք չունի որևէ մեկին կարգալույծ անելու։ Կտրիչ Ներսիսյանը պղծության սիմվոլ է ուղղակի։